Որ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Թե չէ, այդքան չարժ էր ինքը, որ իրան անդրադառնայինք։ Ինչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով, սաղ ճիշտ է։ Իդեպ պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է 2000-ականներին ոչ չէին թողում ներկրել բջջային հեռախոսներ, որտեղ դա Սեդրակ Քոչարյանի մենաշնորհն էր, եւ ծանոթ էին գտնում, որ Սեդրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին, պարոն Բագրատյան, ու ասել խնդրում եմ, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրմաներ ներմուծի։ Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար պարզվում է այդքան է վատ ավտոներ չեն, բայց այն վաղ պարտադրանքով էր։ Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը։ Օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ որ էլի իրանց ինչ որ կամ հենց իրանց կամ իրանց հետ աֆիլիացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեքի համար գույք է տալիս պարտքի դիմաց, խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի, կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծա փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք, կամ էլ օրինակ բան կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ է դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Ստեղ էլ է դեմքին կասեի, դեպ ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չի։ Ի տարբերություն այդ ասասների, հիմա ինչ է տեղի ունենում, մենք այո նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում։ Բաժնետոմսեր ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած ԶՊՄԿ, Վիվասել, Ամուրսար, նոր բացվածների նույնիսկ։ Ինչպես նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով։ Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին։ Երևի խափնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր այդ գանտելը գլխին ընկնի, այնքան ծանր գանտել բարձրացնի։ Զգուշ եղեք, պարոն Քոչարյան։ Եվ վերջում, ես շատ չեմ ուզում խոսալ։ Ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ տես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու ասի թուրք որպես հայոյանք։ Ես հիշում եմ Լևոն Քոչարյանի հոր Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները, եւ ես փողոցային պայքարի կիզակետում եմ եղել շուրջ 9-10 տարի շարունակ։ Ես հիշում եմ օրինակ 2016 թվականը Սարիթաղի, երբ հենասյուների լույսերը անջատել էին ու անհասկանալի ինչ որ տեղահաբեր կուլ տված հաստավազեր Երիկաթի ձողով ջարդել էին ծնկից խնձորակու, մենք մտածում ենք ոնց այդ ջարդած ծնկներով Սարիթաղի արահետները հաղթահարենք մթության պայմաններում եւ պայթող լուսաձայնային նռնակների արկայության պայմաններում։ Ու հիմա ինչ որ մկանակնդեր գալիս են այս ամբիոնի մոտ կանգնում են ու ասում են թեթև կմճտեցին կապտուկներ ստացանք, ոստիկանությունը խիստ անիրավ էր։ Ես այն ժամանակ ջարդած ծնկով հիմա էլ ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած Լևոն Քոչարյան, քեզ ու հորդ ասում եմ, Հայաստանը ձեր երկիրը չի, Հայաստանը իմ երկիրն է, Հայաստանը մեր երկիրն է, դուք մեր երկրի հետ կապ չունեք։ Այն ժամանակ ես ասում եի, որ հրաժարվում եմ լքել իմ տունը, հիմա էլ ասում եմ, դուք այս տանը հյուր եք,
Դուք Հայաստանի Հանրապետության հետ որևէ կապ չունեք ու չեք ունեցել։ Դուք ու ձեր իրավահաջորդ Սերժը 4 կատեգորիայի քաղցկեղ էիք, որ հայտնվեցիք մեր օրգանիզմում, մեր երկրում ու մեր երկիրը սկսեցիք ներսից ուտել, ներսից քայքայեցիք մեզ։ Եկել կոռուպցիայից են խոսում, ինքնիշխանությունից են խոսում։ Գույք պարտքի դիմացի մասին մի քանի օր առաջ էի խոսում, մանրամասն թվում էի, երբ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը դարձրեցին Ռուսաստանի ճորտ։ Գազը, լույսը, երկաթգիծը, արտադրական հզորությունները, ամբողջը։ Այս մարդկանց պետք է բացատրել, որ իրենց հետ այս դահլիճում նստում է Անուշ Քլոյանը, իմ շատ լավ գործընկեր։ Լևոն Քոչարյան, գիտես ով է Անուշ Քլոյանը։ Մարտի 1-ին Երևանի կենտրոնում սպանված Գոր Քլոյանի հարազատ քույրն է։ Հայրդ Անուշ Քլոյանի հորը ասելու բան ունի, թե չէ։ Հայրդ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամներին ասելու բան ունի, թե չէ։ Իհարկե չէ։ Քաղաքացիները անընդհատ դժգոհում են, ասում են այդ դահլիճում ինչ է կատարվում, երբ պետք է ավարտվի այդ ամեն ինչը։ 2021 թվականին հարգելի քաղաքացիներ 270,369 մարդ չկեղծված ընտրություններում գնացելու ձայն է տվել ֆիտոսանիտարական մաքրման ենթակա այս խմբակին ու բերել նստացրել ազգային ժողովի նիստերի դահլիճում տալով պատգամավորի մանդատ։ Ես լավ եմ հիշում Լոռու մարզում Ալավերդի խոշորացված համայնքում նախընտրական շտաբն է ղեկավարում, շատ լավ հիշում եմ ովքեր էին սրանց նախընտրական շտաբերի ղեկավարները, ինչքան նախկին կյանքի մեռել կար, նախկին գյուղապետեր, չգիտեմ, մարզպետներ, ես իմ ովքեր, որ սրանց ժամանակ մարդկանց խմելու ջրի խողովակները հանել տարեգես են սարքել իրանց համար, երեխեքի մանկապարտեզները սեփականացրել տուն են սարքել իրենց համար, դարել են սրանց շտաբի պետերը։ Ու մեկը սրա խնդրելով, մեկը նրա խնդրելով, մեկը այս նախկին գյուղապետի խնդրելով, մեկը այն նախկին մարզպետի խնդրելով։ Ահա թիվը 270,369, մեզանից մի դժգոհ եք։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ Լևոն Քոչարյանի ու նրա նմանների հետ այս դահլիճում նստելու։ Ես սկզբունքորեն չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Որտեվ ես համարում եմ, որ Լևոն Քոչարյանը իր հերը, իր հորը հաջորդած Սերժը իմ երկիրը ներսից կերել են։ Քաղցկեղի պես 4-րդ կատեգորիայի, 4-րդ ստադիայի։ Ես գաղափարական բանավեճի հեռանկար այս ամբիոնից չեմ տեսնում այս մարդկանց հետ։ Եվ ամփոփելով խնդրանքս կոչս հորդորս ձեզ 2026 թվականին լինելու են համապետական ընտրություններ։ Երբ որ կկայացնեք որոշում